2023 թվականին Նյումեգը և Երազ Projects-ը ստեղծեցին երազմատենաշարը ու այս 3 տարիների ընթացքում ներկայացրել են մոտ 20 գիրք և այսօր արդեն 5-րդ փառատոնին մենք ներկայացնում ենք 5 նոր գիրք, որոնք նախատեսված են տարբեր տարիքի երեխաների համար և տարբեր նախասիրությունների։ Երազի գիրք փառատոնի ընթացքում պարտադիր տարին մեկ անգամ ներկայացնում ենք գիրք ծնողների համար։ Այս անգամ մենք թարգմանել ենք ավելի հանդարտ, ավելի երջանիկ ծնողավարումը, որը նախատեսված է այն ծնողների համար, ովքեր ունեն 3-ից 13 տարեկան երեխաներ, եւ այս գրքում տեղ գտած բոլոր ռազմավարությունները կօգնեն ծնողներին ունենալ երջանիկ ծնողավարում։ Իմ գրքի մթության մեջ տեսնող տղայի հերոսն ապրում է կույր ծնողների ընտանիքում։ Պատմության հերոսն ունի իրական նախատիպ։ Ես գրել եմ իմ ամուսնու մասին, որի ծնողները կույր են։ Հայկական հրատարակությունը պարզապես հրաշալի է։ Շապիկը շատ գեղեցիկ է, գիրքը շատ բարձր որակով է պատրաստված, տառատեսակն էլ շատ նուրբ ու գեղեցիկ է։ Ես այն համարում եմ արվեստի գործ։ Նյումեգի աշխատանքը պարզապես հրաշալի է։ Կարծում եմ փառատոնն ու ձևաչափը շատ լավն են։ Ինձ հատկապես դուր է գալիս, որ երեխաները ներգրաված են։ Օրինակ այդ հրաշալի աղջիկը, որն ինձ հարցեր տվեց գրքի մասին։ Երազի գիրք փառատոնը փորձ է ևս մեկ անգամ ապացուցելու, որ ընթերցանությունը սկսվում է ոչ թե պարտադրանքից, այլ հետաքրքրությունից ու նման հանդիպումներից, եւ ես կարծում եմ, որ նման հանդիպումները եւ նախաձեռնությունները պետք է շարունակական լինեն։